ժողովուրդը պահանջի։ Մենք պիտի ժողովրդի լեզվով ասած իրենց վախը բռնենք։ Նրանք, եթե մենք բոլորս պահենք այս հարցը օրակարգում, նրանք ստիպված են լինելու ասել, որ այս օրակարգի հետևանքով իրենց գործընկեր Ալիևին, որ ես իշխանություն եմ կորցնելու, հետևաբար մի բան պիտի անենք։ Ինչ վերաբերում է վաղվա ակցիային, այսօր հայտարարեցին, որ դուրս են գալու, մենք հարգում ենք նաև մարդկանց առօրյան, ուզում ենք, որ իրազեկված լինեն, մի քանի ժամում չեն իրազեկվի, բոլորս դա հասկանում ենք, բայց կառավարության նիստերը ամեն միայն վաղը չի։ Եվ ես ինչպես ասացի, սա մենք չպետք է ահա ասենց վաղը իմպուլսիվ անում ենք ու ավարտենք։ Ոչ, սա լինելու է հետևողական, կազմակերպված, այո, մարդկանց նաև տարբեր հարցեր հասկանալով, այնպիսի ժամերի փորձ ենք անել, որ հարմար լինի, բայց նաև պիտի ժողովրդին խնդրեմ, մի քիչ էլ մեզ անհարմարություն պատճառենք, փորձենք անել մաքսիմալ հնարավորը։ Այն որ այս իշխանությունների օրակարգում դա չկա, ես կասկած չունեմ, ասում ես պատասխանները եմ այդպիսի ստանում։ Ջարեդ Գենսերի տեղը են, որ ասում են, ինչքան պիտի նեղ լինի, որ հրապարակի, թե ինչ պիտի անի իշխանությունը, որ չի արել։ Եվ այն ասում է 10 հատ ինչ որ բան եմ արել, 10 հատ 530-60 օրվա ընթացքում 10 ինչ որ հայտարարություն կամ չգիտեմ ինչ, ես ասում եմ հրավիրեք 23 գերիների ընտանիքների ներկայացուցիչներին, չեք ուզում հրապարակային, Քավլիցի, նրանց պատմեք ամեն օր ինչ եք անում, սա պիտի անել ամեն օր, դուք ասում եք հայցից հրաժարվից, կարող է, այո, իսկ կարող է ինչ որ բան, շատ հեշտ է, գաղտնիության շղարշի տակ, ամեն սուտ կարաս ասես, ստախոսների հավաքածուն հերիք չի հրապարակային են ստեր ասում, հիմա որ գաղտնի բաներ են ասում, մենք ինչ պիտի հավաք, հո հիմա հերիք է մեր ուղեղը լվանան, մարդիկ իրենց խոսքով հատորներ են այդ մարդկանց վրա բացել, նրանք են վախենում վնասելուց, նրանք շահառուն են այս վիճակի, նրանք վնասելուց չեն վախենում, նրանք օգուտ տալուց են վախենում, եւ հետեւաբար Չէ իրենց օրակարգում սա չկա, ասում եմ, թող հրավիրեն 23 ընտանիքներին ու պատմեն ինչ են արել։ Այս գործով պետք է զբաղվել սիրելի ժողովուրդ, ամեն օր։ Եվ այո, հայցերը հետ են վերցնում, կարող էր պայման լինել, բայց գերիներին էլ վերադարձրեք։ Կարող էր պայման լինել ՀՀԿ Միսկի խումբը, ասում եմ, լուծարման, բայց դրա դիմաց գերիներին, կարող էր գոնե տալու դիմաց մի բան ստանալ։ Հայ գերիներին, դա մարդասիրական է, դա համաշխարհային է, դա որևէ ազգություն չի ճանաչում այդ քայլը։ Կարող էին, չեն անում։ Մի բանը չտեմ, դուք խոսքում ասացիք